Ուկրաինան աշխարհի ամենամեծ զենք ներմուծողն է, իսկ համաշխարհային արտահանման մեջ Միացյալ Նահանգների գերակայությունն աճում է։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը անդրադարձել է զենքի միջազգային տեղափոխության միտումներին։ 2020-2024 թվականներին սպառազինությունների աշխարհի խոշորագույն ներկրողը Ուկրաինան է եղել։ 2015-2019 ժամանակահատվածի համեմատ այն աճել է 100 անգամ։ Եվրոպա զենքի ներմուծումն աճել է 150%-ով, քանի որ ըստ կառույցի պետություններն արձագանքել են Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության ապագայի վերաբերյալ անորոշությանը։ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է, որ նա պահպանի այդ դիրքը որպես աշխարհում զենքի ամենամեծ արտահանող։ Այն ոչ միայն կազմում է հիմնական սպառազինությունների համաշխարհային արտահանման մոտ 43%-ը, այլև վերջին 5 տարում զենք է արտահանել ավելի քան 100 պետություն։ Դա ցույց է տալիս այն կարևորությունը, որ նրանք ունեն որպես զենքի մատակարար ու հետևաբար նաև զենքի արտահանման կարևորությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։ Միևնույն ժամանակ կան շատ պետություններ, որոնք կախված են զենքի ներմուծումից, բայց դա ժամանակի ընթացքում փոխվում է։ Որոշ պետություններ, օրինակ, նախկինում ավելի շատ էին կախված զենքի ներկրումից, քան հիմա։ Օրինակ, Չինաստանը նախկինում բավականին շատ զենք էր ներկրում հատկապես Ռուսաստանից, բայց այժմ ստեղծվել է սպառազինության արդյունաբերություն, որն ինքնուրույն կարող է բավարարել չինական զենքի պահանջարկը։ Ինչ պատկեր ունենք։ Աշխարհի զենքի արտահանման 43%-ը Միացյալ Նահանգներին է բաժինեկնում, 9.6%-ը Ֆրանսիային, 7.8%-ը Ռուսաստանին, 5.9%-ը Չինաստանին, 5.6%-ն էլ Գերմանիային։ Ներմուծման առաջատարը Ուկրաինան է, ընդհանուրի 8.8%-ը, երկրորդը Հնդկաստանն է 8.3%, այնուհետև Կատարը եւ Սաուդյան Արաբիան 6.8%, հնգյակը եզրափակում է Պակիստանը 4.6%-ով։ Եվրոպայում բավականին լուրջ ռեմիլիտարիզացիա է գնում, ուստեղ Ուկրաինայից բացի մենք նաև տեսնում ենք, որ բուն ԵՄ-ի երկրներն էլ են ահագին աճեցրել իրենց գնումները։ Մի մասը դրա կապված է նրա հետ, հենց որ Ուկրաինային օգնություն են ուղարկել եւ իրանց պաշարները շատ իջել են, բայց նույն ժամանակ, ասենք, եթե վերցնենք Ֆրանսիային, որ դարել է աշխարհում երկրորդ զենք վաճառողը, տեսնում ենք, որ օրինակ ֆրանսիական ավիացիան է շատ մեծ գումարներ բերում երկրին եւ հայտնի է բավականին, որ մեծ է արդեն շատ հերթը, օրինակ Ռաֆալ տիպի կործանիչների 200, եթե չեմ սխալվում, միավորից արդեն մեծ է պատվերների խմբականակը այս պահին եւ իրենք օրինակ սարքում են նոր արտադրական հնարավորություններ, որ կարողանան 2 անգամ ավել ինքնաթիռ արտադրեն ամեն տարի։ Ինչ վերաբերում է Հնդկաստանին, Լեոնիդ Ներսիսյանի խոսքով երկիրը տարիներ շարունակ առաջին տեղում է եղել։ Այժմ ջանքերը սկսել են արդյունք տալ եւ արտադրական հզորություններն էլ են մեծացել, ու երկարաժամկետում նրանք կարող են այլևս խոշոր ներմուծող չլինել։ Ռուսական զենքի առումով արտահանումը 2014-2019 թվականների համեմատ նվազել է 64%-ով, ինչը պայմանավորված է եւ պատերազմի գործոնով, եւ պատժամիջոցների։ Պատերազմի ավարտից հետո դրա պահանջարկը կարող է մեծանալ։ Բայց դե բնականաբար ժամանակ է պետք լինելու, ու եթե պատերազմը վաղն էլ վերջանա, դեռ մի քանի տարի Ռուսաստանը կարող է էլի դուրս չուզենա շատ զենք վաճառել, որովհետև Ռուսաստանի պաշարներն էլ են շատ իջել։ Ինստիտուտն իր վիճակագրության մեջ ներառում է սպառազինությունների բոլոր տեսակի փոխանցումները, վաճառքը, ռազմական օգնությունը, փոխանակման պայմանագրերը։ Սպառազինության համաշխարհային արտահանում ներմուծումներն ու առևտուրը կոնկրետ կատեգորիայի զինատեսակների մասին չէ, նշում է Փիթեր Վեզմանը։ Որոշ հեռուստադիտողներ կարող են մտածել, բա դրոնները, արդյոք դա ավելի կարևոր տեղ է գրավել զենքի համաշխարհային առևտրում։ Պատասխանը այո է, որոշ չափով, բայց իրականությունն այն է, որ այդ գլոբալ պատկերում իրապես դերակատարում ունեն բոլոր տեսակի հիմնական զինատեսակները, տանկերից մինչև սուզանավեր, մարտական ինքնաթիռներից մինչև հակաօդային պաշտպանության համակարգեր։ Լուրերի խնդրանքով զեկույցի համահեղինակն անդրադարձավ նաև մեր երկրին։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը նաև զգույշ է զենքի ներմուծման եւ ձեռքբերման մասին տեղեկություններ հրապարակելու հարցում։ Կան որոշ նշաններ, որ շատ հավանական է, որ հայկական զենքի ներմուծումը կաճի, բայց մենք լիովին վստահ չենք դրանում, քանի որ տեղեկատվությունը հաճախ թերի է։ Օրինակ հայտնի է, որ Հայաստանը Հնդկաստանում հակաօդային պաշտպանության համակարգերի եւ հրետանային համակարգերի որոշ խոշոր պատվերներ է կատարել, բայց թե որքան մեծ են այդ պատվերները դժվար է դատել։ Արձագանքում է Լեոնիդ Ներսիսյանը, Հայաստանն ամբողջությամբ մտնում է այս թրենդների մեջ եւ հաշվի առնելով, որ միջազգային ինստիտուտը միայն 100%-անոց աղբյուրներից է օգտվում, տվյալ պարագայում ամեն ինչ չէ որ տեսանելի է։ Հայաստանի գնումները շատ աճել են, գումարային պարագայում կա տենց մոտավորապես շատ բաց աղբյուրներից վերցնենք ներքին շուկայից գնումները, դրսից
դա կարա հասնի մինչև 2-2.5 միլիարդ դոլար, բնականաբար մի տարվա մեջ չէ, դա երկարաժամկետ պայմանագրերի մասին է խոսքը գնում։ Դե ու ռազմական ծախսերի աճ ենք նաև տեսել շատ լուրջ վերջի 6-7 տարվա մեջ 3 անգամից ավել աճել է ռազմական բյուջեն։ Այս եւ առաջիկա տարիներին միտումներն ըստ միջազգային ինստիտուտի այն է, որ եվրոպական երկրները կշարունակեն արագացնել զենքի գնումներն ու արտադրությունը։ Միևնույն ժամանակ Հնդկաստանը, Ճապոնիան, Թայվանը եւ Հարավային Կորեան եւս մեծ ներդրումներ են կատարում սպառազինության ոլորտում։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։